Երբևէ մտածել եք, թե ինչ կապ կարող է լինել տիեզերքի հիմնարար կառուցվածքի ու, ասենք, բլոքչեյնի միջև։ Դե ըստ դոկտոր Արա Քարյանի կապն ուղղակի հսկայական է։ Այսօր մենք կքննարկենք նրա ուշագրավ փաստարկը, թե ինչպես է ֆիզիկայի բուն էությունը կանխորոշում մեր տնտեսական ապագան։ Գնացինք։ Ուրեմն, եկեք մի անգամից սկսենք դոկտոր Քարյանի այս անկեղծ ասած շատ համարձակ պնդումից։ Տեսեք, նա չի ասում, թե սա ուղղակի հերթական թրենդն է։ Նա ասում է, որ այս ամբողջ անցումը դեպի թվային թոքենիզացված տնտեսություն դա մարդկային առաջընթացի հաջորդ տրամաբանական անխուսափելի քայլն է։ Սա իսկապես մեծ հայտարարություն է, այնպես չէ՞։ Լավ, հասկանալի է, որ հիմա բոլորս էլ մտածում ենք, ինչպես ի վերջո դոկտոր Արա Քարյանը հասավ այս եզրահանգմանը, պարզվում է, որ նրա ողջ տրամաբանության հիմքը սկսվում է մի հարցից, որը մարդկությունը տվել է իրեն հազարամյակներ շարունակ։ Որպեսզի մինչև վերջ հասկանանք դոկտոր Արա Քարյանի տրամաբանությունը, պետք է սկսենք ամենահիմքից իրականությունն ընկալելու երկու տարբեր իրար հետ մրցակցող մոտեցումներից։ Մի կողմից պատկերացրեք, ունենք փիլիսոփայական եռամիասնությունը՝ նյութ, էներգիա և տեղեկատվություն, որոնք տիեզերքի 3 հավասարազոր հիմնասյուներն են։ Մյուս կողմում էլ ժամանակակից ֆիզիկայի ստանդարտ մոդելն է, որն ասում է իրականում գոյություն ունի միայն նյութն ու էներգիան, իսկ տեղեկատվությունը ըստ այս մոդելի ուղղակի դրանց հետևանքն է, երկրորդական մի բան։ Այս երկու մոտեցումների միջև տարբերությունը, ինչպես կտեսնենք, վճռորոշ է։ Բայց գիտեք, թե որն է այս ստանդարտ մոդելի ամենախենթ մասը։ Այն, թե իրականում որքան քիչ բան գիտենք։ Այս փոքրիկ 5%-անոց կտորը այն ամենն է, ինչ մենք երբևէ տեսել կամ շոշափել ենք։ Դուք, ես, մոլորակները, աստղերը, ամեն ինչ։ Պատկերացնում եք, մնացած 95%-ը՝ մութ նյութն ու մութ էներգիան, գիտնականներն անգամ մինչև հիմա հստակ չգիտեն, թե դրանք ինչ են։ Հիմա գուցե մտածում եք, թե այս ամբողջ տեղեկատվությունը հիմքն է, գաղափարը ուղղակի փիլիսոփայությունը, չէ՞։ Դե այդքան էլ այդպես չէ։ Լեգենդար ֆիզիկոս Ջոն Արչիբալդ Ուիլերն առաջ քաշեց It from Bit գաղափարը։ Նրա տեսությունն այն էր, որ ամենահիմնարար մակարդակում ֆիզիկական իրականությունը, այսինքն it-ը, իրականում ծագում է տեղեկատվությունից, bit-ից։ Սա ֆիզիկայի տիտաններից մեկի կողմից արված ուղղակի խելահեղ գաղափար է ու ստիպում է մտածել, որ գուցե տեղեկատվությունն իսկապես շատ ավելի կարևոր է, քան մենք կարծում էինք։ Այսպիսով ունենք երկու մոդել։ Որն է ճիշտ։ Դե ըստ դոկտոր Քարյանի սա սխալ հարցադրում է։ Իրական հարցը սա է, որ մոդելն է մեզ ավելի լավ օգնում հասկանալու մարդկային առաջընթացը։ Ու հենց այստեղ էլ բացահայտվում է նրա մտքի ողջ հանճարեղությունը։ Հարց է առաջանում, չէ՞, եթե ամբողջ գիտական աշխարհն աշխատում է ստանդարտ մոդելով, ինչու է դոկտոր Արա Քարյանը վերադառնում այս կարծես թե հին փիլիսոփայական գաղափարին։ Ինչ է նա տեսնում, որ մենք բաց ենք թողնում։ Պատասխանը իրականում շատ պարզ է ու միևնույն ժամանակ հանճարեղ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ խնդրի համար ես ճիշտ գործիք ընտրում։ Դոկտոր Քարյանն ասում է, տեսեք, ստանդարտ մոդելը հրաշալի է գալակտիկաներն ու սև խորոչները հասկանալու համար։ Բայց եթե դուք ուզում եք հասկանալ մեզ, մարդկանց, մեր տնտեսական էվոլյուցիան, ապա այդ հին փիլիսոփայական եռամիասնությունը պարզապես կատարյալ գործիք է։ Լավ, այսքանը տեսության մասին, բայց ինչ կասենք փաստերի, իրական թվերի մասին։ Դե եկեք նայենք տվյալներին, որովհետև դրանք ցույց են տալիս, որ սա ոչ թե ինչ-որ ապագայի կանխատեսում է, այլ մի բան, որ արդեն տեղի է ունեցել։ 97,6 տրիլիոն դոլար։ Ուղղակի մի պահ մտածեք այս թվի մասին։ Սա աշխարհի ոչ նյութական ակտիվների արժեքն է։ Սա ոչ թե շենքերի ու գործարանների, այլ այն ամենի արժեքն է, ինչին ձեռք տալ չես կարող։ Արտոնագրեր, ծրագրեր, բրենդներ, տվյալներ։ Սա պարզապես խելահեղ թիվ է, որը ցույց է տալիս, թե ուր է տեղափոխվել համաշխարհային արժեքը։ Եվ այս գծապատկերը փաստորեն ամեն ինչ դնում է իր տեղը։ Մենք պաշտոնապես հատել ենք մի շատ կարևոր սահման։ Եթե վերադառնանք մեր սկզբնական մոդելին, սա նշանակում է, որ տեղեկատվության արժեքը գերազանցել է նյութի արժեքին։ Պատկերացնում եք, մարդկության պատմության մեջ առաջին անգամ մեր գաղափարները բառացիորեն ավելի թանկ արժեն, քան մեր բոլոր ֆիզիկական իրերը միասին։ Ու սա իհարկե մեկ օրում տեղի չի ունեցել։ Նայեք, 1975-ին ոչ նյութական ակտիվները S&P 500-ի արժեքի ընդամենը 17%-ն էին կազմում։ Իսկ հետո բում, սկսվեց թվային հեղափոխությունը։ Ու գիծը տեսեք, թե ինչպես է գրեթե ուղղահայաց թռչում վերև։ Ուղղությունը ավելի քան պարզ է։ Դե լավ, ինչ է այս ամենը նշանակում գործնականում։ Սա նշանակում է, որ մենք արդեն իսկ ապրում ենք գիտելիքի տեղեկատվական տնտեսության մեջ։
Իրական աճն ու նորարարությունն այլևս ավելի մեծ գործարան կառուցելը չէ, այլ ավելի լավ կոդ գրելը, տվյալներն ավելի խելացի վերելուծելը։ Ու լսեք սա, 2008-ից հետո այս անտեսանելի ակտիվներում ներդրումները աճել են 4 անգամ ավելի արագ, քան ֆիզիկական իրերում, 4 անգամ։ Լավ, հիմա եկեք բոլոր այս կտորները հավաքենք ու տեսնենք, թե ինչ է ստացվում։ Հենց այստեղ է, որ դոկտոր Քարյանի փաստարկը ստանում է իր ամբողջական տեսքը։ Տրամաբանությունը շատ պարզ է, բաղկացած 3 քայլից։ Առաջին, նա սահմանում է մարդկային առաջընթացը որպես մեր պատմական անցում նյութին տիրապետելուց դեպի տեղեկատվությանը տիրապետելը։ Երկրորդ, նա ցույց է տալիս մեզ անհերքելի տնտեսական տվյալները, որոնք ապացուցում են, որ այս անցումն արդեն տեղի է ունեցել։ Ուրեմն երրորդ քայլը, եզրակացությունը, դառնում է ուղղակի անխուսափելի։ Եթե ուզում ես շարունակել առաջ գնալ, պետք է ամբողջությամբ ընդունես այս նոր տեղեկատվական տնտեսությունը։ Եվ այսպես մենք վերադառնում ենք դոկտոր Արա Քարյանի ամենասկզբի համարձակ պնդմանը. եթե մեր ողջ տնտեսությունն ու առաջընթացը տեղափոխվում են տեղեկատվության աշխարհ, ուրեմն մեզ պետք են հենց այդ աշխարհի համար ստեղծված գործիքներ, որոնք թույլ են տալիս թվային սեփականությունը հաստատել ու անվտանգ փոխանցել։ Ահա թե ինչ են իրենցից ներկայացնում բլոքչեյնն ու թոքենիզացիան։ Դրանք ենթակառուցվածքն են այս նոր տնտեսության համար։ Ահա թե ինչու ըստ դոկտոր Քարյանի սա ոչ թե թրենդ է, այլ էվոլյուցիայի տրամաբանական անխուսափելի քայլ։ Սա իրոք ապագայի մասին մտածելու շատ հզոր միջոց է։ Եթե դոկտոր Արա Քարյանը ճիշտ է եւ տեղեկատվությունն է մեր տնտեսության նոր հիմքը, ապա ինչ է դա նշանակում ձեզ համար, ինձ համար, մեր բոլորի ապագայի համար։ Մտածելու տեղիք է տալիս։ Ավելի խորը վերլուծությունների համար կարող եք գտնել դոկտոր Քարյանին սոցիալական ցանցերում։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։